Մի բան ինձ շատ դուր եկավ ազգային Ապա, ժողովից։ ապա, Վերջապես ապտի վաղուց արվեր, բայց էլի լավ է։ Հայաստանի ազգային ժողովը 66 կողմ 20 դեմ ձայներով այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ ահա, Աստված իմ։ ահա։ Հիմա հայերենով հասկանանք, որ Հիմա եկեղեցին հայերենով ասենք, այո։ Ըստ օրենքի նոր փոփոխությունների հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները, ասենք եկեղեցի եւ այլն, հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի օտարել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ։ Կառավարությունը կարող է կամ տալ համաձայնություն կամ չտալ։ Եթե տեսնում է ռիսկ, որը տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։ Այս նախագիծը հիմնականում կապ ունի հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրանքով տիրապետում է հենց նա։ Ես սա չգիտեի, ամենաշատ ուրեմն պատմամշակութային հուշարձաններ իրավունքով, սեփականության իրավունքով տիրապետում է հենց հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն ստացվում է, որ մայր տաճարը էջմիածնի կարող էին ծախել մինչև այսօր առանց կառավարության թույլատվության։ Թեորիապես այո, ես ճիշտ ասած արձագանքները չի հասկացա, թե ինչի վայնասուն բարձրացավ, նենց մի հատ վիճակ աստեղ ընդդիմադիրներն էլ, ընդդիմադդմիկներն էլ, բոլորն էլ բան, ու գիտես ինչ, ախր նայի այսինքն ինչ կա մտներիդ կար ծախել, այդ է ստացվում, հասկանում ես։ Երբ որ այս նորությունը այսինքն եթե դուք այս նորությանը դեմ է, այդտեղ բնականաբար հարց է առաջանում, տղեկ ի՞նչ է, բա ուզում եք ծախեիք, որ կանխեցին, փոխանակ ասեք, հա բա ոնց թե, բա իհարկե չի կարելի այդ նման բաներ լինի եւ այո կառավարությունը պիտի հաստատ այսինքն մի ինչ որ մի մարմին պիտի լինի, որ ձեռքը բռնի, եթե հանկարծ խելքները թռցնեն այսօրա վաղնա 10 տարուց է 50 տարուց է կապ չունի ինչ որ մեկ մի հատ հոգեվորական վերջնականապես խելքը թռցնի որոշի ինչ որ մի բան անել բա կանխիչ բան չլինի մարմին որը ասի երբ մի րոպե կներեք ես ինչ եք անում ոնց կարող է իրանց սեփականությունը լինել պատմամշակութային բաները հուշարձանները ես չեմ եկեղեցու սեփականությունը ինչա առանձին պետություն է ինչա ինքը Պետությունա պետության մեջ էլի, որ ասում են ճիշտ են ասում, պետություն մեջ։ Սխալ է էլի, չի կարող լինել է։ Ինձ ուրիշ բան էլ է հետաքրքիր, ասենք լավ, էսի խոսում ենք բաների մասին, առարկայական real estate-ի մասին։ Բա այդ զարդերն ու գանձերը որ կա, վստահ եմ էդ էլ է նույն ձևի, իրանք ինչ ուզում անում են։ Պետությունը երևի իսկի չգիտե էլ ինչքան գանձ ունեն, ինչ ունեն։ Այդ գեղարդի շուրջ պատմություն չստեղծվեց, որ մի կտոր պոկել էին, ինչ էին արել, Կիրիլին էին տվել, անգամ բանը հասավ նրան, որ ներկայացուցիչը գնաց գանձարանից բացեց, ցույց տվեց, ասեց, չէ, տեսեք, ամբողջական է, ոչ մի բան չեն տվել, մատոմ այդ լրագրողներն էլ պիտի հասկանային ինչն է ճիշտ, ինչը կոպի, ինչն է այս կամ ինչը այն։ Ամեն դեպքում Ես բան եմ անում, ով որ չունի, նայեք մի հատ, կոչվում է Էջմիածնի գանձերը, գիրք կա մի հատ, հսկայական, գունավոր տպագրությամբ, ու այնտեղ կան էլ քարեր, եսի մինչեր, շատ թանկար, այդ է, Էջմիածնի գանձերն է։ Վաղարշապատի բոլոր ատլասն է։ Բոլոր գրությունների, քանես ասած ցույց տամ, ինչ քարի վրա, ինչա գրած, որ կոթողի վրա, բոլորի ատլասն է, ինձ սա շատ Պարոն Ռաֆի Մամյանն է նվիրել, մի խոսքով, ես մի հատորն է ընդամենը, 1000 հատ կա։ Ես հələ փոքր էի, ես հիշում եմ մեր տանը այդ գիրքը կար, սիրում էի մեկ-մեկ նայել, գունավոր այդ բաներ էին, էլի խաչեր էին, քարերով, ինչ որ թագեր էին, եսի մինչեր էին, վա, մի օր որ հորս հարցի, ասում է, պապ, այս ումն է, ասեց ժողովրդինն է, ասեց, հա։ Ահա։ Բայց ժողովրդինն է, դե հիմա գնա ասա։ Ունա էլ եւ ով է տնօրինում այդ մի քանի միլիոնանոց թանկարժեք բաները, առարկաները որ ունենք։ Բայց մյուս կողմից այս ամեն ինչը ահավոր է նրանով, փաստորեն վստահություն բացարձակ չկա։ Որտեղից լինի վստահություն։ Այսինքն այդ ստացվում էլի որ ոնց թե այսինքն հայ մարդը
1700 տարվա ինստիտուտին փաստորեն չի վստահում։ Իսկ ինչու չի վստահում։ Հա որովհետև տեսնում է ինչ ձևի մարդիկ կան, հա ինչ քայլեր են արել, ոնց են արել, պետության դեմ, ահաբեկչական, մորաքույրեր, հորաքույրեր, քեռակիներ, տո չգիտեմ ինչեր, եւ այսպես շարունակ դրա համար էլ ինչու Ռաֆայել, վստահի։ հավատա, այդ բարոյական այդ բաները, խախտումները հələ ընդհանրապես բան են, էլի կոպեկներ են, այն ինչ որ իրենք են անում։ Այդ տակը որ խորացումը մտնես ահա որ պատկերացնել, ֆինանսական էլ, փողլվանալ էլ, էլ ինչ ասես որ կա։ Այն ափսոս է խեղճ մարդը շուտ մահացավ, այն մի հատ բան ունեինք, հուշարձանագետ ունեինք։ Այո, էլի Կարապետյան։ Ինչ էր անունը չեմ։ Կարապետյան։ Այո։ Շատ շուտ այնպեսի բաներ էր ասում, որ կզարմանայիր, էլի, այդ ներքին խոհանոցից։ Ինքն էլ էր, չէ՞ Սամվել Կարապետյան, եթե չեմ սխալվում։ Սամ, եթե չեմ սխալվում, Սամվել շատ հարգարժան մի անձ։ Շատ ափսոս որ վաղաժամ Բայց այդ մարդու հետևից ինչ վատ բաներ էին խոսում, ինչեր ասեցին այդ մարդու։ Մի կողմից այդ կյանքն է կերան այդ մարդու։ Բա ինչ արեցին։ Եկեղեցին քթողները քննադատում էր, քանի անգամ ասեցի գնացի Գարեգին Բեի մոտ որ չգիտեմ ինչ որ միտեղ ինչ որ բան կա որ պետք է նորոգվի ասեց ինձ պետք է այդ հերոներում ինչա կատարվում բանա ոչ բողաբերելու ոչ բանի չի պետք է վերանորոգի կամ այդ հոգեվորականի նշանակումը պատժի միջոց չեղավ այ դու իմ դեմ ես քեզ կնշանակեմ ծառայություն աշխարհի ծերը մի հատ այո աքսորա էլի աքսո լրիվ Սիբիր էլի այդ էլ էստեղի Սիբիրն է Ախր ես ասում եմ ձեզ էլի իմ մոտիկ ընկերոջ տղան հիմա դուրս եկավ երկար ժամանակ ծառայ բաներ էլի եւ բարձր պաշտոնյա էր ասում էր ամեն նշանակում իր գինը ունի եթե լավ տեղ ես ուզում նշանակվես գին ունի ոնց որ առաջ սովետական պաշտոնյաները պաշտոն ստանալու համար սակագին կար նույնն էլ այնտեղ լավ տեղեր կան, վատ տեղեր կան։ Դե Կոպոլայի Godfather-ի մեջ է այդ ամեն ինչը պատմվում, էլ մենք ինչ ենք ուզում։ Մի դրա արձագանքներն են մեզ մոտ այս մակարդակում էլի ինչ կա։ Հա, ասեմ ձեզ, հա, փոքր բան է, Վատիկանը, հավատացեք ինձ, իր բոլոր այդ ամեն ինչներով։ Եթե Վատիկանի պես բանը ունի այդ ամեն ինչը, մենք ոնց կարող է դրա փոքր տեսակն ենք մենք ուղակի։ Փոքրիկ տեսակ։ Դե գանք ու ինչ ազգային ժողով այսօր բուրըն քննարկումները մի քանի հատված եմ առանձնացրել։ Նախ ջրային ռեսուրսների մասին խոսվեց շատ։ Հայաստանը իրոք առաջին հայացքից թվում է թե ոնց կարող է լեռնային ձնառատ լանդշաֆտներ ունեցող երկիրը ինչ ջրի խնդիր կարող է ունենալ, գետեր, ձորեր, լճեր, բայց պարզվում է որ այդ ամեն ինչը մի կողմ դրա տնօրինումն է մեզ մոտ ահավոր անկազմակերպ ջրամատակարարման կորուստներն են ահավոր թվերի, ուրեմն 80% ջրային կորուստ է 30 տարվա մեջ ահավոր է։ Հիմա ասում եմ որոշ տեղերում իջացրել են 65 բայց դա ահավոր թիվ է, ահավոր։ Պատկերացրեք, բարեկամներ, 100 լիտր ջուր ունես, 80 լիտրը կորում է, որոշ տեղեր լավացրել են 65-ն է կորում։ Ահավոր բան է սա։ Գիտեք ինչ, հիմա ախր ես ինչքան հասկանում եմ 90% այդ կորուստի գալիս է վատ խողովակաշարերից, հին խողովակաշարերից, որոնք բան են անում, հա, չեն աշխատում։ Հիմա իսկ խոսում այն մասին որ այդ ամեն ինչը սկսեն փոխել քիչ-քիչ եւ միանգամից շատ դժվար է հասկանալ միլիոնի ներդրում են արել այս 2 տարվա ընթացքում այս 2 տարվա մեջ կառավարությունը եւ տխրահարճակ Վիոլա ջուրը որը մոնոպոլիստն է մեր ջրային ռեսուրսների այդ մատակարարման բաներով մեծ գումարների ներդրում են արել եւ դրա արդյունքում 80% ջրակորուստը դարել 65 Հա դե պիտի զերո դառնա դա ախր մի բան է որ տեխնիկական բան է հնարավոր է նավթ է դա մեր նավթն է ոնց որ պատկերացրա Սաուդյան Արաբիայում պատկերացրա նավթը որ իրանց կենսական ռեսուրսն է 100 բարելից 80-ը կորի ու տասնամյակներ ու մարդիկ նայեն ասեն հա դե կորավ դե հիմա լավ հիմա ջուրա էլի հա սովետն է մեղավոր ու վերջ ընկերներ պետություն ես երկիր ես քայլեր ձեռնարկի Ինձ թվում է երկրորդ պատճառն էլ կլինի բանը ժողովրդի բան վատ վերաբերմունքը ջրի նկատմամբ միանշանակ իրավացի եք երկրորդ հորիզոնականում ռեսուրսն է հիմա իմ ունեցած տեղեկություններով ցանկանում են կրթական ծրագրով իրազեկման արշավներ անեն եւ մարդկանց բառացիորեն տարական դասարաններից երեխաներից սկսած բացատրեն ջուրը պետք է խնայել
ջուրը չպիտի հենց այնպես հոսի, ջուրը խնայեք, փակեք այդ ծորակները եւ մի խոսքով ինչ որ ծրագրով բացատրեն, որովհետեւ Երևանի եւ Հայաստանի տասնամյակներ շարունակ բնակչության մեջ ծմերուկի վրա ջուրը բացենք թո սառի, այնտեղ վաննա կոչվածը հայերեն ոնց է վաննան ամեն երկրորդ երրորդի տանը լոգասենյակ այդ վաննայում ջուր էին լցնում, պահում էին այդ ջուրը ամեն օր փոխում էին, եթե թափում էին թազեն էին լցնում ու դա դեռ կա, մինչև հիմա կա այդ խորհրդային հասարակարգից մնացած սովորությունը վաննան ջուր լցնենք որ պետք է գա բայց այդ գիտես ինչ էր ախր Ռաֆայել չկար դրա համար էին լցնում չէր կարողանում օգտվել ջուրը կտրվում էր վաննայից լցնում էր զուգարան որ դա ճարահացյալ էր բայց հիմա այդ ամեն անգամ թափելն էլ այդ արդեն ուրիշ խնդիր է ես լավ հիշում եմ ասենք ընկերոջս տանն էի բան երեկոյան մեկ էլ մաման զանգում էր դերիկ ջուրը եկել է արի լողացի հիմա որտեվ հետո կարող է մի քանի օր ջուր չունենաս բանալու մի քանի օրը չէ բայց մի քանի ժամ հաստատ չես ունենա ու ամեն անգամ երբ որ գալիս եմ օթանավակայանից, այդ թվում նաև իդեպ այսօր 12 օր է ինչ եկել եմ, թվում է թե մի հավերժություն է, այդ 12 օր առաջ որ եկա ու ամեն անգամ ինքնաթիռից 20 ժամ թռիչքից հետո գալիս ես, որ ժամը առավոտվա 5-ն է, պետք է սպասես 6:30-7-ին, որ ջրերը տան։ Եվ սա, երբ որ ու 1000 հատ Ռուբեն Հախվերդյան երգի, 1000 հատ Ֆորշ երգի, սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ասում ես Շիախպե ջան, ես լոսում եմ տանը։ Հայրենասիրություն, բայց Ժվանեցկին մի հատ լավ խոսք ունի, չէ, ասում է հայրենասիրությունը դա կարճ բացատրությունն է, ինչու դու պիտի ապրես վատ ուրիշներից, ուրիշ երկրից։ Հիմա լրիվ է սա, դե հայրենասերս պիտի վատ դիմացիր, բան, չէ, չենք ուզում դիմանալ, ուզում ենք ապրենք նորմալ։ Ոսկի չենք ուզում, բրիլիանտ չենք ուզում, չնայած վատ չի։ Էսենց, էլ ինչ կա։ Հիմա այստեղ մի բան էլ կա, չէ, հիմա ասենք տես ժողովուրդը խնամքով չի ջրի վերաբերվում, որտեվ չի հասկանում, չի տեսել, միշտ էլ բան ա եղել ջրով, ա մտածել ջրի մասին։ Հիմա եթե գինը թանկացնեն դա միանգամից ազդեցություն կունենա, հա, բայց այն ժամանակ էլ կասեն, հա, մեզ խեղդեցին, ջուրը թանկացնում են, էս են անում, հա։ Բայց դե պիտի ուրեմն նստայն եմ օգտագործվել, էլի, բայց Ռաֆայել այդ այնքան դժվար է, որ գիտակցության մեջ մտցնես, որ այն մարդը ջուր է, էլի 100 տարի գնացել է, պակասել է մեր ջուրը, հիմա եկել է գլխներից բաներ անում, այս տեսակ են մտածում։ Մինչև հիմա բնակչության մեջ մարդիկ կան, որ ասում են մեր սարերի ջուրը մեր վրա ծախում են, ասում են եղբայր քո սարերի ջուրը չի, սարերի ջուրն է գնա մի բուրձուն վեկալ դիրբերանդ խմի, այդ ջուրը քո տուն հասցնելու համար ես դու բանանում, որ էդի ֆիլտրվի, որ էդի մաքրվի, մշակում է, բակտերիա չլինի, հասել ես 70-80 տարեկան մարդ ես, բա դու այդ խելքի մեջ ես, բա ինչ թոր պիտի ունենաս, ինչ երեխա աղա աղվես արդեն։ Այդ հեչ թորնել պատի ասի պապս ասում է։ Բրավո։ 90% տենց է։ Արա ասում որ թորեդը պատկասում պապդ ինչա ասե։ Մեր մոտ շատ տարածված է։ Պապս ու հա մի հատ այնպես բան կասեն որ ասա բան չի էլի Կոնֆուցիոզը չէր պապատ ոչ է Սոկրատն էր պապս ասում էր 10 անգամ նայի նոր գնա ուսես մի հատ մի բան կասեր էլի ախպեր ջան լավ էլի հասկացան որտեղ իրանք գլուխը տենց են մտցրել էլի որ պապս ասում էր ջուրը Խամենին ասում էր դե ախր Հիմա նայ Ղուրանը վերցնենք, չէ։ Քանի 100 տարի է նույն ճշմարտությունն է ասում, չէ։ Նույնն էլ մեր կրոնը։ Գիտեք ինչ էի մտածում անցյալ օր։ Այ մարդ, այս բանը չկա բնական ընտրությունը, Չարլզ Հանճարեղ Դարվինի, էլի։ Բնական ընտրությունը, սա գիտական փաստ է արդեն։ Բնական ընտրություն նշանակում է, որ բնության մեջ հարատևում են այն կենթանական տեսակները որոնք ոչ թե ամենաուժեղն են, ամենաբոյովն են, ամենահզորն են, այլ նրանք, ովքեր կարողանում են փոփոխությունների շուտ հարմարվել։ Այո։ Դրանք են։ Հիմա նույն բանը, նույն տրամաբանությունը եկեք փորձենք դնենք հասարակությունների վրա ու նայենք։ Իսկ հիմա նույնը հասարակությանն է վերաբերվում։ Այն հասարակությունն է հարատևում, որ փոփոխություններին արձագանքում է եւ կարողանում է հարմարվել ժամանակի պահանջներին։ Իսկ կրոնը ինչ է 2000 տարի առաջ ասելա մինչև հիմա այդ ճիշտ է էդի մեռնող տեսակ է արդեն մեռնող տեսակ է հիմա համատեք եվրոպական հասարակության հետ ոնց են ինտերնետի հետ փոխվում են էսրա հետ փոխվում են նրա հետ փոխվում են գաղափարները հնանում են նոր գաղափարներ են գալիս ապրող տեսակն է
Մենք կապել ենք 2000 քանի 100 տարվա ճշմարտությանը ու բոլոր ինչ լինում է բան մեր վրա չի ազդում մեր ճշմարտությունը մի հատ է։ Այդտենց կվերանաս, հա, էլի ասա մի հատ է քո ճշմարտությունն է։ Ոնց որ հիմա մեր մուսուլմանությունը նայեք, աչքներից առաջ ամենտեղ քիչ-քիչ վերանում է արդեն։ Կամած կորցնում է իր ազդեցությունը, էսա անում ես, սա պայքարն էլ դրա դիմաց է։ Բայց իրար չեն հասկանում, որ պիտի ժամանակի հետ փոխվես, նույնը չես կարող ասել 200 տարի։ 2000 Այսինքն կասես, բայց մերրող տեսակ ես դառնում արդեն կվերանաս կգնաս էլի։ Այդ հարմարվողականությունը, որ ասեցիք, ես ապշել եի, երբ որ Հռոմում կաթոլիկ եկեղեցիներից մեկում, հենց Հռոմի այդ կենտրոնի հատվածում, եկեղեցին այցելուների քիչ քանակի արդյունքում վերափոխվել էր եւ թատերական ներկայացումներ էր դնում։ Լավ օրինակ։ Լավ օրինակ, եւ պատկերացա խորանը բեմ էր դառը։ Էլի պատկերացրա էլի իր ամբողջ շուքով, գիտեք, կաթոլիկ եկեղեցին։ Եվ ես ապշեցի, որ Կարմենի ներկայացմանը գնացի, Կարմեն ընկյալ է, ընկյալ կնոջ վարքագծի եւ ամբարո ասենք, հա, ամբարո ասենք, հա, ամբարո բաները այնտեղ կատարվում։ Աստվածաշնչի։ Հա, եւ դու պատկերացա դա եկեղեցում է տեղի ունենում։ Օլալա։ Հա, եւ լեփլեցուն դահլիճներ եւ այլն, եւ այդ գումարը էլի ֆինանսավորում է եկեղեցին եւ դասական Ջուզեպե Վերդի, ուրախ ենք, զվարթ ենք, ամեն ինչ կարգին է այնտեղ։ Տրավիատա, չգիտեմ ինչ մնացածը, հա։ Ջուզեպե Վերդի։ Ամորտ այդ քանի հատ օպերա է գրի, մա ֆանտաստիկ օպերա, շատ է գրել։ Արա, դու ինչ հզորության կոմպոզիտոր լինես, չէ, որ աշխարհի ամենակարևոր հանգույցն է բացվում, Սյուեզի ջրանցքը եւ քեզ պատվիրեն Աիդա ասում մի հատ օպերա գրի, ոնց որ հիմա ոնց որ մի հատ օպերա։ Ոնց որ հա, հիմա ասում են մի հատ քավորի մասին մի հատ եր գրի, ինքն է գրում է Չալաղաջի մեծ կտորը պիտի ուտի մեր քավորը, էնի գրել է օպերա։ Օպան Աիդան, այդ Աիդայի մարշը որ կա այդ տամ տարարարամ պապամ պամ պարամ պարամ, էդի այդ նավերի համար էր գրել։ Այդ նավերը որ ճեղքելով առաջի անգամ մարդկության պատմության մեջ փաստորեն հնդկական օվկիանոսից նավերը գալիս են կարմիր ծովով եւ բանով եւ միջերկրական ծով են դուրս գալի, դա ֆանտաստիկ բան էր տեղի ունենում մարդկային մտքի հանճարը, հա, եւ օպերայով են բացում։ Ես քրչելու պես մի բան էր էլի։ Իրոք, իհարկե այդպես էր։ Եվ գրում օպերա, ոչ թե մեզ մոտ բան մի հատ էլ մակարդակով երգերի։ Բայց ասում ես, չէ, իսկապես էլի հիմա ասենք օպերա գրելու, երգ գրելը Չալաղաջի մասին, չէ։ Այս երկուսն էլ երաժշտական ստեղծագործություններն են, երկուսն էլ մարդ է ստեղծագործել։ Բայց հիմա նայեք հոգու ու մտքի ինչ տարբերություն կա այդ երկուսի մեջ, չէ։ Էլ չեմ ասում ժամանակը չի աշխատ։ Ինչու ասենք մեր մոտ մեկը չի նստում օպերա գրի, ինչու չի գրում բան։ Որտեղից գրի։ Որտեղից պիտի գա, մենք Չալաղաջի սովորենք Չալաղաջի գրեցին, Չալաղաջի ամբիտակից շուրեկա, վաչի։ Էլի բանա, հա, էլի բանա, ակշն կա մեջ է, էլի գոնե ինչ-որ սենց վիճակներ կա։ Okay, ընտիրա։ Ազգերը կան ժողովուրդներ, որոնք երաժշտական են, եւ օրինակ ես Վրաստանում էր, չէ՞, բանը Փաշինյանը նոր այք է, միշտ զարմացել եմ վրացի այդ պոլիֆոնիկ այդ երգեցողության վրա։ Այ մարդ, այդ ամեն ազգին տրված չի, հիմա մենք էլ մեր դուդուկը, մեր դհոլը հասկացանք, սիրենք, հարգենք, ընդունենք։ Բայց այս վրացիք որ միանում են, բազմաձայնությամբ, այդ իրենց բան մենք որ հորովել դլեի աման քարը տրակի։ Հետո իրանք երգեր ունեն, որ ես առանց մի բառը հասկանալու հաճույքով լսում եմ։ Չէ, ես այդ ժողովրդական ամեն տուն մի հատ քեֆ ուրախություն YouTube-ով մի հատ դրեք։ Մեկը մի 10 ձենով երգում է։ Պրոֆեսիոնալ ոնց որ խումբ է երգում։ Իրոք, ասենք երգելը ամեն մարդու խելքի բան չի, էլի, շատ լուրջ արվեստ է դա։ Փաստորեն կան ժողովուրդներ, որոնք ինչ որ գենետիկ առումով ասեմ, ինչ որ մի այլ ձևով շատ երաժշտական են եւ դա հաճելի է։ Ոնց որ այդպես գենետիկ ասում ես, չէ՞, ես էլ փոքրուց միշտ զարմանում էի, որ նախկին Լեննականը այսօրվա Գյումրին Այմարդ նկատելիորեն ավելի հումորով են, քան մնացած հայ ժողովուրդը։ Իսկապես եմ ասում։ Ես իմ կյանքում էլ եմ նկատել, այստեղ ամեն ինչը ոնց է լինում այդպես, որ այդ փոքրիկ քաղաքում մարդիկ
Ուրեմն ես եմ գալիս այդ գենետիկային եմ էլի գալիս էլի, որտեվ հումորը նաև տված զգացմունք է, էլի ամեն մարդ դա չունի, հա, կարող ես ինչ որ չափով քո մեջ մշակել, բան անել, բայց պետք է այդ շնորհքն ու տաղանդը ունենաս։ Եվ անպայման չի հումոր անել, գնահատելունն էլ։ Գիտեք, մի բան էլ ասեմ, եթե իրենք գնահատող չլինեին հումորը այնտեղ չէր զարգանա։ Ըստ էության ակնհայտորեն գնահատում է այդ հասարակությունը, որ այդ աճում ու զարգանում է այդ։ Զարգացվածության հետ կապ չունի։ Նկատի ունես, որ մշակութային կենտրոններ, Թիֆլիսին մոտիկ էր, ավելի զարգացած էր Գյումրին պատմականորեն։ Եթե Երևանը գավառ էր այն ժամանակ, երբ որ Գյումրին արդեն կենտրոն էր մշակութային, գուցե, որովհետև հումորը կապ ունի ուղիղ ինտելեկտի հետ։ Հիմար մարդը հումորից չի կարող լինի, հումոր չի կարող լավ անել, էլի պիտի Գիտեմ, այդտեղ մի քիչ բան եմ էլի, հա։ Շատ տարօրինակ բան է հումորը, շատ տարօրինակ, էլի։ Այսինքն, օրինակ կենթանիների մոտ ինձ թվում է սպառ բացակայում է, դա որտեվ ասենք խելքի, ինտելեկտի, հաշիվ անելու բաներ կա, որ կենթանիները ագրավը կարողանում է հաշվել կամ բանը, բայց այ հումորը բացարձակ այլ մոլորակային մի զգացողություն է, էլի, որ չես էլ կարող բացատրել ինչ է նշանակում։ Հետո հումորով ինչքան բան ես չէ հասկանում ժողովրդին, օրինակ ես այստեղ որ եկա, ամերիկյան հումորը չէի հասկանում։ Շատերը մեզնից շտապում են ասել, դե ապուշի մեկն են էլի սրանց հումորը կամ նրանց հումորը, բան, մերն է հումորը, բայց հետո ժամանակի ընթացքում որ ապրում ես այդ կյանքով, այդ թոհուբոհով, այդ նույն բաներով անցնում ես, մեկ է տեսնում ես, որ քեզ հարազատ է դառնում այդ տեսակ հումորը արդեն։ Սա թե ապրելակերպ է, թե կուլտուրա է, թե ամեն ինչ, այնքան բաների խառնուրդ է։ Իհարկե։ Դե նախ այդ ասում են ամերիկյան հումորը չեմ հասկանում, որովհետև լեզուն գոնե native speaker լինես, այսինքն անցալես ամբողջությամբ լեզուն, որ հումորը հասկանաս։ Հումորը այդ հնչյունների մեջ է անգամ թաքնված, եթե դու լեզվին կատարյալ չես տիրապետում լեզվին, հումոր հասկանալը Դրա ամենալավ օրինակը ես ուրեմն այդ նոր մի քանի տարի էր այդ New Yorker ամսագիր կա մի հատ շատ խորհուրդ կտամ ցանկացած բան, որ եթե ձեզ հետաքրքիր է, այդ այնտեղ կա ու ավելի շատ բան բարձր մակարդակով, իսկ թվում ամենալավ բաներից մեկն է, ամսագրերից մեկն է, New Yorker-ը կոչվում։ Ուրեմն այնտեղ կան ամեն New Yorker-ում բան են տա հաճախ միշտ էջերի վրա բան ունեն, քարթուն են իրենք ասում, այդ նկարած, ձեռքով նկարած կատակներ են, ասենց ասենք։ Մենք ծաղրանկար ենք ասում, բայց ծաղրանկար չի։ Ուրեմն հաճախ տակ ունեն շատ կարճ գրառում ու նկարն է, հաճախ էլ ընդհանրապես գրառում չկա։ Այստեղ որ գրառում չկար, ես ասում եմ, այ մարդ, դե լավ, լեզուն բան դուրս է գալիս։ Ես ինչու սա չեմ հասկանում։ Այ մարդ, նայում եմ տակը, նայում եմ նկարին, ոչինչ չեմ հասկանում, ոչ թե դուրս չի գալիս հումորը, այլ չեմ հասկանում ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Հետո անցավ ժամանակ, այնքան լավ հիշում եմ մեկ էլ, վայ, սկսեցի հասկանալ։ Այսինքն դարձա ամերիկացի ինչ-որ իմաստներով, էլի, ժամանակի, տարածության, այդ բիլերն ես վճարում, այդ կյանքով որ ապրում ես, մեկ էլ սկսում ես, ծր աչքերդ բացվում է, էլի, սկսում ես հասկանալ։ Այդ կոմիքսները իհարկե ուրիշ պատմություն, իհարկե այդ ապրելով ես հասկանում։ Ես լավ հիշում եմ նոր է եկել եւ մի փոքրիկ գործական հանդիպում ունեի, շատ վատ էի տիրապետում լեզվին, գրեթե չէի տիրապետում, ասենց ասեմ, եւ գործնական ընթրիքի շրջապատում ռեստորանում ենք նստած, մեկ է գործատուն պոտենցիալ, ինձ ասում է piece of cake։ Հա, այ մարդ ասում եմ, ես ուտել խմելուց հետո ես խմորեղեններ պակաս, այ մարդ ինչ cake բան, ասում եմ, չէ, էլի մերսի լավ է, հետո ինչ ամոթ բան եղավ, էլի որ piece of cake բարեկամներ հասկանում եք, որ նշանակում է իբր եղած բան է, հեշտ բան է, հա, don't worry about it, it's piece of cake վերջացավ, հա, բայց բառացիորեն piece of cake, խմորեղենի կտոր, մի կտոր խմորեղեն։ Նա ռեստորանում նստած ես, նոր եկած, ինչ իմանաս, որ դա նշանակում է դա հեշտ բան է, ոչ թե պատվիրում է խմորեղեն։ Այ հենց այդտեղ է, էլի թաքնված ամեն ինչը։ Ուրեմն ես մի քանի օր Ամերիկայում եմ եկել, գնացի որ քոլեջ որ անգլերեն սովորելու, այնտեղ application են տալիս լրացնելու, որ հետո պիտի հա անգլերենի բան անես, ուրեմն այնտեղ միտեղ գրած է բան, սեքսն է գրած, հա, ու գրած է male female, հա։
Boy-ը գիտեմ, girl-ը գիտեմ։ Female-ը չգիտեմ ինչ։ Female-ը չգիտեմ։ Հա։ Այս բանն էլ այդ որ անցկացնում է, երիտասարդ տղա է, sense երկար ականջով ընդգծվածորեն gay, հա։ Մեկ էլ sense ձեր բարձրացրեցի, հա, մոտեցավ, sense մատիտը դրել եմ ասում եմ բանը մեյլի վրա, ենթադրում եմ մեյլ էլի, բայց sense մատիտը դրեմ հարցական նայում եմ, sense հանում։ It's fine ասում եմ։ Արա եսը գիտեմ, նոն գիտեմ, գուդը գիտեմ, fine-ը չգիտեմ։ Fine-ը չգիտեմ։ Ու գիտես ինքն է sense նայում աչքերից մեջ, ոչ գլխով անում, ոչ բան անում, որ հասկանամ դա։ It's fine։ Ես մի անգամ խայտարակվել եմ մտենց էլի ուսանողական այդ Յուտայի որ նոր է եկել դե առաջի օրն է հաջորդ օրը գնացի ներկայացա համալսարան թուղթ ա տվել լրացնելու այ ախպեր ջան ինչ թուղթ ներկայացնեմ դե լավ սփաուս էր գրած դեսը ոչ ամուսնացած եմ ոչ նշված եմ այդ ժամանակ 13 թիվն է հա սփաուս ա գրած ես է սփաուսը կարդում եմ սպոնսոր ու գրում եմ սպոնսորը սա Սպոնսորի սանուն աստված եմ խայտարակություն Ես գիտեք ինչ այդ ժամանակ ինձ գիտեք ոնց է զգում են նոր ծնված շանձակեր տեսել եք որ աչքերը լա փակած են չգիտի ուր ա գնում ինչ անում այդպես է զգում ահավոր էր էլի Փարքտիրոջի հետո այս հասախոսը մի շատ լավ բան ասեց ռադիո լսի ասեց նորություններ ասեց երաժշտության փոխարեն մեքենայում էր դա շատ կօգնի եւ իսկապես շատ օգնեց դա ինձ հետո մի բան ասեմ ես անգլերեն սկսեցի սովորել առավոտ գնում էի գիշերը 10:30 գալիս էի տուն ես հասկացա որ եթե լեզուն չգիտես տեղ անիմաստ է տեղ ապրել եմ այնուհետ մի մոմենտ եկավ դասախոսս ինչ խոսում է հասկանում եմ դուրս եմ գալի փողոց խոսում եմ ոչ մի բան չեմ հասկանում Բոլորը անցել են այդ ճանապարհով կարծում եմ, չէ։ Դասախոսին հասկանում դուս չեմ հասկանում։ Հետո սկսեցի LA Times-ը կարդալ է թերթը, ման, այ մարդ չեմ հասկանում էլի։ Հետո հասկաց LA Times-ը իր լեզուն ունի, Mr. T իր լեզուն ունի։ Այդ կարդալը հետարքիր բան եք ասում, կարծում յուրաքանչյուր մարդ անցել է այս ճանապարհը, դու կարդում ես ճիշտ, բայց չես հասկանում ինչա դա։ Այսինքն բառերը ճիշտ ես կարդում։ Հա, իմաստը։ Հա, ասա։ Մեկ էլ բան սպորտային խաղերը, այ մարդ լսում եմ էլի այդ բանը ալիքը բան ասում է չի ասում հաղթ մենք ոնց են ասում 2-0 հաշվով հաղթեցին Պախտակորին Արարատը Ստեղ ասում է ջարդ ու փշուր արեցին քրքրեցին ես այդ տեսակ պրոֆեսիոնալ բառեր օգտագործում տերմինոլոգիան այ մարդ ասում է մի հատ ասեք կրել է թե չի կրել նոր հետո ուզում եք ասեք այդ իրանց լեզվա սլանգն է իրանց էլի ժարգոնը դե ավելորդ է ասել որ Միացյալ Նահանգները այնքան հսկայական եւ այնքան բազմաշերտ է որ առանց անգլերենի իմացության դու այդ գույները չես կարող տեսնել դու պիտի իմանաս այս լեզուն հա որ իրոք տեսնես շերտ առ շերտ բացահայտես որովհետեւ Յուտայում ուրիշ ժողովուրդ է ապրում Մայամիում ուրիշ ժողովուրդ է ապրում LA-ում ուրիշ ժողովուրդ է ապրում ամեն մեկը իր տեսակով հրաշալի է եւ մենք զանգ ունենք սկսենք զանգեր ընդունել բարև ձեզ Ահա, միացակ, ողջույն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք այսօր ժպիտով եւ կատակներով եք սկսել, որը շատ գովելի է եւ շատ ուրախալի։ Շնորհակալ եմ։ Ես եմ։ ուզում եմ նշել, որ այդ կատակը, այդ պերաշկու կատակը նույնիսկ հասավ մինչեւ ազգային ժողով։ Ահա։ Եվ այսօր հարց ու պատասխանի ժամանակ իսկապես որ շատ հետաքրքիր էր եւ նույնիսկ ծիծաղելի Ագնեսա Խամոյանի եւ վարչապետի, այսպես ասած, դուելը։ Ահա։ Ինչքան հետաքրքիր են մեր ընդդիմադիրները, որոնք ամեն ինչ, ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ այս իշխանությունը եւ ցածրաճաշակ է եւ վատն է եւ անտարբեր է ամեն ինչի հանդեպ, բացի իրենց աթոռից։ Բայց ես միշտ գրում եմ կոմենտների մեջ, որ քաղաքացիական պայմանագրի հետ երբեք լեզվակռիվ մի մտեք որովհետև ամեն անգամ դուք ջախջախի չարված եք ուտելու։ Իսկ այդ ձեր կատակների համար ես էլ իմ կատակը ունեմ։ Ես ինքս անգլերենի մասնակցում էի բնական է, ինչպես երևի բոլորը գրադարանում անգլերենի դասընթացների, մենք լրացնում էինք խաչբառեր։ Եվ այնտեղ մի հարց կար, որ ասում էր ով է որ չի աշխատում, ով է աշխատում է, բայց երբեք չի վարձատրվում, ես իսկույն գրեցի ստրուկը, բայց պարզվեց, որ դա վալանտյորներին է վերաբերվում։
Սա էլ իմ կատակներ, որոնք իրանք իհարկե ինչքան ծիծաղեցին, որ փաստորեն Վալանչովները ստրուկի հետ էի համեմատել։ Ձեզ լավ որ շատ հաճելի է մի րոպե, հա։ Տիկին ջան, մի բան ասեմ։ Որ միացել եմ ձեր հաղորդումն էլ միշտ լսում եմ։ Շնորհակալ եմ, մի անջատեք, Դերենիկը ձեզ հարցնում է։ Մի վարքյան, Տիկին ջան, ինձ թվում է դուք այդ հարցին շատ ճիշտ եք պատասխանել։ Քանի որ ստրուկները իսկապես աշխատել ու չեն վարձատրվել։ Մեծ հաշվով։ Դա սխալ պատասխան չի։ Դուք ճիշտ եք, ես էլ էի այդպես մտածում, բայց պարզվեց, որ ոչ, Վալանչովն է։ Դե այդ իրանց տարբերակն է, երկուսն էլ ճիշտ են։ Շնորհակալություն զանգի համար, հարգելի, ձեզ լավ որ ձեզ։ Այս պերաշկու պատմությունն է, էլի։ Հիմա ես Պերաշկի ես անկեղծ ասում, ասեմ։ Ինձ դուր է գալիս, որ ասենք այս մեր կառավարությունն եւ անդամները նման բաներ են անում։ Իսկապես ինձ դուր է գալիս։ Եվ ասեմ ինչու։ Սա նշանակում է, որ առաջինը ինքը կարող էր դա ուտել առանց նկարվելու։ Հա, սուսուփուս դներ իր պերաշկին ուտել։ Բայց ինքը սա նկարում եւ ցույց է։ Ինչու՞ եմ։ Նախ ուզում ասի, որ ես ձեզ նման հասարակ մարդ եմ, հասկացեք սա։ Եվ դա ճիշտ է, եւ այդպես է այս մարդը, շատ իմաստներով, հա։ Եվ ասած մեր ռադիո լսողի, խնդրեմ, եկեք հարցակվեք։ Ինձ թվում է սա ժողովուրդը սիրում է։ Ինձ թվում է սա ժողովրդին մոտեցնում է կառավարությանը, սա մենք դառնում ենք ոնց որ բանն է, ինչի ձեռ չեն առնում Թրամփի, որ դայետ կոկա խմում։ Նույն բանը, մենք էլ պերաշկի, մենք ձեր նման մարդ ենք, եղբայր, ու չենք թաքցնում դա։ Մենք քաբաբներ ու ես իմ օվկիանոսի են կողմից վերած սևիկրաներ չենք ուտում։ Մենք ձեր նման քաբաբը, ձեր նման քաբաբը շատ լավ։ Ինչ ուզում եք ասեք, գնացեք, հա, հաստատ։ Բայց ես պերաշկի պատմությունը թվում էր թե այնքան պարզ է այս ամբողջը։ Ամեն ինչում մեղադրել լավը պերաշկի են ուտում, այլ ոչ թե երկրի պետական բյուջեն։ Եվ մեղադրում են պերաշկի ուտելու մեջ նրանք, ովքեր երկիրն են կերել։ Հիմա ընկերներ, իմ կարծիքով, եթե դուք պերաշկի ու գաթա ուտեիք, միգուցե մեր վիճակը այսքան վատ չէր լինի, հա, ինչ իմաստ եք։ Ու այդ նկարների կողքը ես էլ այսօր անդրադարձ եմ արել լրատվականում, Մերկելի շտրուձել ուտելու կադրերն եմ դրել, Տրամպի պիցա ուտելու։ Հիմա Տրամպը ինչ պիցայակեր է, շտրուձելակեր Մերկելը, թե ու այդպես բազմաթիվ անգամ Պուտինը պաղպաղակա ուտում Էրդողանի հետ, այսինքն ուտելու կադրերը այնքան շատ են քաղաքական գործիչների մոտ, որ դա սարքել ինչ որ մի պատմություն, դա իհարկե մի քիչ սա ցույց է տալիս նաև որ փրփուրներից են տառացիորեն կախվում, էլի փրփուրներից է կախվում։ Հիմա այլ բան են արել թե ինչ որ արաբական որ երկրում կալվածքներ ունի եսումներ ունի։ Դե հայտարարեցին հեսա, այստեղ ունեմ, հանել եմ այդ հատվածը հանել եմ, ասում է Նազարի Բաղդասարյանն է մեջբերում, ասում է Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է ինչ ունի, ինչ չունի եւ այն տեղեկությունները, որ իբր Արաբական Միացյալ Էմիրություններում ունի անշաշուտ չի համապատասխանում իրականությանը, բայց դες ինչ այս ամբողջ պատմության մեջ ասում են Կանադայում տներ ունի, չէ՞, այդ պատմությունը երևի դուք էլ եք լսել, որ ամեն ինչ ասեցին, Կանադա են գնալու, Աննա Հակոբյանը դրա համար բաժանվեց, գնացել է գույքին տեր կանգնի, մի խոսքով այս ֆանտազիաների շարքից ինչ ասեմ, ապրենք, տեսնենք, ժողովուրդ չեն։ Ես այդ բաժանումը ձեզ համար անակնկալ չէր։ Անակնկալը որն է, շոկ էին տանում։ Ես ինձ համար լրիվ բացարձակ անակնկալ էր։ Ոչ մի իմաստով ես չէի հավատա, որ մտքովս չէր անցնի։ Դե չեն հավատում, ասա սուտ է, դա ինչ որ մի բան կա մենք չգիտենք։ Հələ բայց մի բան կա, ինչ պիտի լինի, ասենք, դրա շահեկան կողմը որն է, ես չեմ հասկանում։ Ինչ կա պատճառ։ Դե ամենատարածված վարկածից մեկը, որ լսել եմ, հետեւյալն է, կնոջ վրա չի կարում, արդեն ռեյտինգի վրա էր ազդում, որոշեց բաժանվի, որ ռեյտինգը չխփի։ Ասում եմ, եղբայր, եթե տենց բան կար, ես 7 տարի կբաժանվեին իրարից, որովհետեւ ես ինչ հիշում եմ, Աննա Հակոբյանը ինչ հակավ քննարկում են, ինչ կերավ քննարկում են, հետը տեղ գտած քննարկում են, այսինքն հիմնականում ինչ որ նեգատիվ ուղղվածություն կա այդ ամեն ինչի, ժամանակ կաներ ինչ ընտրություններից 3 ամիս առաջ պիտի բաժանվեին գնային բան։ Մյուս շատ բացարձակ պատկերացում։ Գիտեք ինչ, ասենք, եթե այդ ինչ խնդիր էր, որ իսկապես էլի, ասինքն նման բանից կկարչեն,
հա Ռուսաստանն էլա կարճում, մեր ընդդիմությունն էլա կարճում, չէր կարելի դիմանալ մի քանի ամիս, հետո նոր այդ ամեն ինչը բանանել, էլի այդքան վատ էր վիճակը, որ շատ ախր փիս ժամանակ ա դա էլի, սա եւ գիտեք ինչ, արդեն ձայները լսում է, թե ընտանիքը չի կարում կառավարի երկիրը ոնց պիտի կառավարի եւ այլն, այս տեսակ բաներ էլ կան արդեն, էլի, որը անպայման խանգարի է Ռոջան, այս թրիփի գործառույթը ասեն չի կարում կառավարի։ Մենք կներեք էլի, այս թրիփի հարցերի մեջ ով էր հիմա մանավանդ որ Իրանը այս կրակի մեջ է, ես մեկ մտածում եմ էլի, ասում նայ, 4 օր է այս վիճակն է ստեղծվել։ Հիմա պատկերացրա մենք խաղաղության համաձայնագիր չունենայինք, օվալ կաբինետում այդ թղթերը ստորագրած չլինեինք, այս թրիփի եւ Ադրբեջանի կարճ ասած ախորժակը այս կամ այն կերպ բավարարած չլինեինք։ Դու պատկերացնում ես տարածաշրջանի պայթյունի արդյունքում, մանավանդ մենք Ռուսաստանի այս բանի մեջ, կապսուլայի մեջ, հա, պարկուճի մեջ, ինչ հրաշալի հնարավորություն էր Ադրբեջանի համար իր Բաղձալի Զանգեզուրի միջանցքը հրով սրով վերցնելու համար։ Ու հավատացեք դա կաներ այս իրավիճակում, երբ որ տարածաշրջանը պայթած է, եւ դա շատ ավելի ծանր հետևանքներ կարող էր ունենալ մեզ համար։ Ոստի, այսօր կարծում հեռանկար ունեցան։ Հիմա ինչ ուզում են էլի ընդդիմություն են, բան են ամեն մարդ իր կարծիքը ունի այս պարագայում, ես չեմ պարտադրում իմ կարծիքը, բայց մենք շատ շահեկան իրավիճակում հայտնվեցինք այս քայլով, շատ ավելի հեռատես գտնվեցինք, Վենսով բերեցին բան, աշխարհը տարածաշրջանը պայթելուց առաջ մենք մեր տեղը քիչ թե շատ ապահովեցինք եւ էտա այս իրավիճակում։ Հա, այդ նույն բանը ինքը ասեց, Փաշինյանը ասեց անցյալ օրը, հա, այո, այդ պահը կա, որ շատ ավելի բան ստաբիլ ոնց կլինի հայերեն խաղաղ, հանգիստ, հա, կայուն, այո, շատ ավելի կայուն է հիմա մեր վիճակը, քան էր ասենք մի տարի առաջ, դրանում խոսք չկա։ Այստեղ ասում է հրաժարվեցինք անվտանգության երաշխավորից ու դարձանք պետություն, այսօր ազգային ժողովից է հայտարարում։ Այո, ես էլ կարդացի այդ մասին։ Մենք այսօր ունենք խաղաղություն եւ մենք հասկացել ենք մի բան, որ եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, ոչ մեկ երաշխավոր չի լինի, որովհետեւ մեր խաղաղությունը միայն մեզ է պետք, ուրիշ ոչ մեկի մեր խաղաղությունը առնվազն պետք չէ։ Հիմա տեսեք, պաստորեն ինչ ա ուզում ասել, ըստ իս, ինչ ա ուզում ասել։ Մենք ոչ Ռուսաստանի վրա ենք հույսներս դնում, ոչ Ամերիկայի վրա, ոչ Ֆրանսիայի վրա։ Մենք բոլորի հետ էլ ուզում ենք լավ հարաբերություն, հույսը դնելով մեր վրա։ Էս ա ուզում ասի։ Եվ ես դա ողջունում եմ անձամբ, որտեվ այո, վերջապես մենք հասկացանք, որ ոչ Ռուսն է մեզ փրկելու, ոչ Ամերիկան։ Ռուսաստանը արդեն գիտենք, Ամերիկայում է վաղ նախագահ կփոխվի, ուրիշ բան կլինի, Ֆրանսիայում հեղափոխություն կլինի, մենք կմնանք դուրսը։ Բայց երբ որ բոլորի հետ ունես քիչ-քիչ լավ հարաբերություն, դա շատ ավելի ստաբիլ է դարձնում քո քաղաքական վիճակը։ Այո, լրիվ համաձայն եմ դրան։ Ըստ անդրադառնալով պատգամավորների դիտարկումներին, Փաշինյանը ասաց, մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր գրած թղթի վրա։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից եւ դարձանք պետություն։ Այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեզ խաբել են, մեր վրա խաբարել չի եղել, որ մենք պետություն չենք, ասել է Փաշինյանը։ Այո, համաձայն ցածը արդեն թողնում եմ ձեր հայացողությանը։ Հիմա օրինակ որ գնանք Գովազդեի, գանք մնալու է 5 րոպե։ Առաջարկում եմ չգնալ Գովազդի, հա, որովհետև արդեն 10 է պակաս, տեսնենք ինչ ունենք լրահոսում։ Ես ուրախությամբ ասում եմ, որ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Հանրային մեղադրողը կալանքի 3 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացել, պաշտոնական կողմ միջնորդել է խափանոցի համատնային կալանք 20 միլիոն դրամի համակցությամբ, Գյումրիին դիմել էր քաղաքապետ, արդեն 5-րդ ամիսն է անազատության մեջ է։ 65-ամյա Ղուկասյանը մեղադրյալ է միանգամից 3 կաշառք ստանալու, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործով համեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Դե դա աշխարհի բանն է, տենց ում հանկարծ ինչ ասում են մի հատ հոս եկուր միանգամից դառնում է քաղաքական հետապնդում, Աստված իմ sense ոնց կլինի։ Իրանից հաղորդում են, որ Թեհրանում Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլահ
Խամենեի հիշատակի նվիրված երրորդյա արարողությունը, որը նախատեսված էր սկսել երեկոյան, դա ձգվել է։ Իրանցի պաշտոնյան պաշտոնական գործակալությունն ասել է, որ հետաձգման պատճառը լոգիստիկ խնդիրներն են, այդ թվում տարբեր նահանգների բնակիչների կողմից արարողությանը մասնակցելու խնդրանքները։ Սուտ ասում, վախենում են միտեղ հավաքվեն։ Ուղղակի պատճառը ես ձեզ ասեմ, որտեղ գիտեն, հենց հավաքվեցին այդ հոնքի հանգստին, այդ ամբողջ իրենց չալմայավոր ղեկավարությունը անգամից պայթեցնելու են տղային են, ուրեմն ըստ բանի վարկածների ըստ New York Times-ի, որը մի քիչ վարկածից ավելի է, կարծում եմ, որ այդ իր տղան ալինելու Էլի Խամենեի ազգանունով բանը հետևորդը իր ուզում են ասել մենք ոչինչ չենք փոխել էլի հետաքրքիր է չէ օրինակ դա սա հայտարարություն է եթե դնում են այդ ում որ սպանեցին իր որդուն սա նշանակում է որ մենք նույն քաղաքական կուրսը շարունակում ենք ասենք մեզ մոտ փոփոխություններ չկան Իսրայելը եկացավ ասեց մեզ համար ինչ տարբերություն ասեց դա որ սպանենք թե հորեք սպանենք մեկը ինչ դաժան է չէ բատանա դու քո երկու ղեկավարին չկարողանաս ապահովել այ մարդա Ով գիտի մա ոնց են բանանում այդ պահպանում որ տեսնենք Զանգ ունենք Ալո Ահա ողջույն բարև ձեզ Բարև ձեզ Ռաֆայել ջան ողջունում եմ ձեզ Դերենիկին Բարև ձեզ Շատ լավ ամեն ինչ ասում եք ես ուզում եմ անդրադառնալ Պերաշկու Նիկոլի այդ իրան բարի ախորժակ մեր վարչապետը Ենթանի մարդը, ժիվոյ է, էլի, ինքը կարում է մեր հետ շփվի, մեզի հաճելի է, դե թող են ժամանակ Սերժն ու Քոչարյանը գային նստեին բիսեկին մեր հետ բլոկ խաղային, կամ մեր հետ նարդի խաղային, մեր հետ շփվեին, տենց բան չկա, իսկ մարդը գալիս է նստում է, մոտիկանում է, նարդի է խաղում, բլոտ է խաղում, պերաշկի է, մեր ծոցից դուրս եկած մարդը մեզի հասկանում է ինքը, իսկ սարքել են մատի պատատան, սարքել են եսին, Չուտի։ Մի խոսքով, մենք իրան սիրում ենք, մենք իրան հարգում ենք, հենց այդ իրան այդ հասարակ լինելու բանով, որ ինքը կարը տրանսպորտ նստի, մետրո նստի, մենք մի օր չտեսանք Քոչարյանը նստի մետրո, կամ Սերժը նստի մետրո, ասի, կամ ալեն 100 դրամը տվեցիր դրա, ինչքան լավ է զգում քեզ, մեր կողից է դուրս ալեն 100 դրամը տվիր մարդը, գուգուրուս կերա, լավ չի լավ է, ինչ է, դե թող Սերժի ժամանակին անեին, ծախ կզում էին Սերժի կոշիկի շնորոքներն էին կոշկում, ինքան ձիկ, ոնց որ իկոնալն էր, Սերժն էր, Քոչարյանն էր, Ով կարար դրանց կողմ, կամ նրանք կգային մեր մայլի մեջ կնստեն մեր հետ նարդիկ խաղային, դզվեն չկար, օթը կգային նստեին, միչև իրան գային հասնեին, անես որ մենք հավանում ենք մեր Նիկոլին, ու ծող չպորցան հագարդ Նիկոլի մասին ես իմ ավել բագազ բաներ խոսամ, մեր երեխեքը չեն զոհվում, խաղաղությունը իմ տղեն, խաղաղ ծառայեմա, իրան սավը տանեմ, մնացածը ով ինչ կասի, թող մեր ժողովուրդը բանանի, բայց ես հաստատ չեմ ուզում, որ այդ Ռուսաստանի գուբերնիա դառնամ։ Շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ հարգելիս։ Ձեզ ենք շնորհակալ։ Հարգարժան ես։ Այ ժողովրդի խոսքն էր սա։ Իսկական համախմբված ժողովրդական խոսք էր սա։ Գիտես ես ինչ եմ հիշում, ես որ ասեց, չէ, ժողովրդի մեջ մտներ, բանաներ, ես երկրորդ թե երրորդ կուրս էի հանրապետական հիվանդանոցում պրակտիկայի էինք, թերապիայի ժամներ, եւ այստեղ այգի էր բացվում, այս շատրվանները էին բան էին սարքել, Սերժը պիտի գար։ Եվ ուրեմն եթե պատկերացնում եք հիմա Արգենտինայի այգի է կոչվում, պատկերացրեք այդ Արգենտինայի այգին եւ հանրապետական հիվանդանոցի մասնաշենքը, այդ բավականին հեռու է, էլի իրարից բավականին, բայց պատուհանները նայում է այգի ուղիղ։ Ուրեմն ինչա Սերժը պիտի գար, ամեն հարգում այդ թվում նաեւ մեր ուսումնական սենյակ, պրակտիկայի սենյակ եկան ԱԱՑ-ի աշխատակիցներ կանգնեցին պատուհանների մոտ, ամբողջ շենքի բոլոր հարգերում, որտեղից երևում էր այդ տեղը, որտեղ ինքը գալու է, եկան կանգնեցին պատուհանների մոտ, որ հանկարծ որևէ բան չպատահի հանրապետության երրորդ նախագահին։ Այդպիսի ժողովրդավար եւ հասնիվ մարդիկ էին եւ այդպես ժողովրդի մեջ էին ապրում։ Կողքի շենքի բոլոր հարգերում եկե կանգնել էին ԱԱՑ-ն, որ պատուհանի մոտ հանկարծ մեկը մի բան չանի։ Էս էր ընկերներ, էս էլ մեր հետ պատահածը։ Այսքանը
Այսօրվա համար։ Ունեք ավելացնելու բան։ Այսօր Չէ։ մեկնաբանություններ կան, այսօր որևէ մեկնաբանություն չընթերցեցի, չարհամարենք մեր հարգելի ռադիոլսողներին, բավականին գրել են, ասում է հայերով այդ պիրաշկուց կուտեինք մեծ սիրով։ Վերջին անգամ եք գրել պիրաշկի։ Ես ձեզ ասեմ, ուրեմն 3 առավոտյան բան ունենք մենք ARTN-ում New Day առավոտյան հաղորդում։ ծրագիր։ Մենք ամբողջ 3 հոգով մենք հաղորդավարներով պերաշկին բերեցինք ու կերանք դրանով հայտնելով մեր բանը Աջակցությունը։ Այո, պերաշկի ուտող մեր ժողովրդին էլի, հա։ Կերանք։ Ավելավա պերաշկի Շատ ուտեն, քան ամեն է։ իրար միս, դա էլ կա, լավ է Այո։ ասված։ Ապրի պարոնը վարչապետը հարգում եւ կարեւորում է բոլորին, Հենրին է ասում։ Դե օքեյ, թող այդպես է լինի։ Իսկական կուկուրուզի շենքը իրանք են կերել։ Ռիտա Գրիգորյան ասում, օրինակ ես Չեղավ, քանդեցին, չէ, չենք կարծեմ վախը։ հանքա տեղը։ Երևանի սրտում հանք։ Այդ հանքի համար կանդեցին այդ շենքը։ Չարագործ կեղտեր։ Բայց դա ունենք են ինչ ունենք։ Շնորհակալություն ուշադրության համար հարգելի բարեկամներ, այստեղ տնենք բազմակետ շարունակելու ակնկալիքով։ Այո։ Ներենքին ասենք Տեսնում ենք վաղը լավ եղեք։ ցտեսություն, մինչ վաղը։ Այսպես բարեկամներ, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում, կուկուրուզով, պերաշկիով եւ լահմաջույով։ Ընտիրամի խոսքով տեսնենք ինչ կլինի, ինչ ուղով կգնա հարգելիներս։ Այսօր Իրանից գրեթե չխոսեցինք, որովհետեւ այս 3 օրը ամբողջ լրահոս, ամբողջ մեդիան ուղղակի sense Իրան, առանձնապես լավ բաներ չունենք ասելու, եթե անկեղծ վիճակը վատ է։ Ուրեմն մենք մի գաղտնիք ասեմ, փոքրիկ գաղտնիք ասեմ, մենք այսօր պետք է Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնեինք գործերով, բայց հասկանալի պատճառներով թռիչքը հետաձգված է։ Հիմա տեսնենք, ամեն ժամ սպասում ենք, որ թռիչքները բացվի եւ շաբաթ կիրակի օրերին գուցե դա տեղափոխվի, այսինքն եթերը բանը որևէ բան չի տուժելու, մենք եթերում լինելու ենք, ուղիղ եթերում աշխատելու ենք, բայց ուզում եմ ասեմ այդ վիճակն է, որ ոչ մի թռիչ, ոչ մի բան չկա, անգամ ծանոթներ ունեմ Քաթարով գալու էին Միացյալ Նահանգներ, Քաթարի չվերթներն է Երևանից ամբողջությամբ չեղարկված, ոչ միայն Դուբայի թռիչներ, այլև Շարժա, Աբու Դաբի, մի խոսքով այդ ուղղությունները բավականին այսպես կուտակումների մեջ են, ունեմ ծանոթներ, ովքեր Դուբայում հյուրանոցներում են, զարմանալից ինձ դժգոհ են, որովհետև Աբու Դաբին ցույց է տալիս, Աբու Դաբի էմիրը կարգադրել է, շեյխն է, էմիրն է, կարգադրել է, որ բոլոր նրանք, ովքեր հյուրանոցներում են մնացել, նույն հյուրանոցներում մնում են, նույն պայմանները, հա, իրանք պետությունը վճարում է, plus ուտելիքով բանով ապահովում են։ Դուբայի պարագայում, որը շատ ավելի հայտնի եւ բրենդինգ արած վիճակում է, իզարմանս ինձ ոչ մի տես բան չի արել եւ ծանոթներս անգամ կադրեր են ցույց տալի, իջացրել են parking lot, այդ երբ որ ռմբակոծումներ եղավ, դե հասկանում եմ անվտանգության նկատառումներով ground floor են տարել, parking lot-ում տապչաններ են դրել, մատրասներ, բան ու ժողովուրդը parking lot-երում է մնացել։ Եվ այդ դժգոհության ալիք էր բարձրացել, ոնց կարա Դուբայը տենց բանանի, Ժոջան, անվտանգություն է, բա հյուրանոցի շենքում դնի ձեզ պահի գեղեցիկ հաճելի հասկացանք, բա վտանգը, այդ parking lot-ը անվտանգության համար են ձեզ տարել այդտեղ պայլ, ոչ թե ինչ որ հարկադրված։